Սիմոնյան Ալենը վերջերս անդին գնաց պատերազմ բառից եւ իր վերջին հարցազրույցներից մեկում ասաց, որ եկեք պատերազմ դադարենք անվանել, անվանենք հարձակում։ Հիմա տեսանյութը կխնդրեմ տեղադրենք։ Այո, եւ այդ տեսանյութը նայելուց հետո մի հատ հարց է առաջանում, իսկ դու շուշուտ ես գնում այն երկրներ եւ ջերմ հանդիպումներ ունենում, որոնք հարձակվում են քո վրա։ Չեք զգացել, որ ինքը գնում է Մատվիենկոին կամ Ռուսաստանում ինչ-որ այցի շատ է խառնվում։ Էլի է եղել, բան անում, սա խառնում է։ Այմարդ մի կողմ տնենք ինքը խառնում է, բարձրամաբանությամբ վրա ֆիքսվենք։ Ես ասում այս երկրի վրա հարձակվում է հիբրիդային, կիսա հիբրիդային, GMO, MMO այդ մի կողմ տնենք։ Ու հետո գնում եմ այնտեղ։ Ունդեղ գնալուց բառ չեմ ասում դրա մասին, ցեր եք առնում։ Ես հիմա խնդրեմ նախ տեսանյութը տեղադրեն, մինչև այդ նաև ասեմ, երբ որ Ալեն Սիմոնյանը մեկ վարքյան, երբ որ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր դրա մասին, այս նույն տաղավարում Ռուբեն Ռուբինյանին լրագրողը հարց է տալիս, թե ինչու իշխանությունները այդ դեպքում ուղիղ չեն ասում, միայն Ալեն Սիմոնյանն է ասել, Ռուբեն Ռուբինյանը ասում է դա Ալեն Սիմոնյանի անձնական կարծիքն է, ասենք Ազգային ժողովի նախագահի աթոռին նստածը անձնական կարծիք է արտահայտում, ինչ լավն է։ Հիմա լսենք, հիմա լսենք Ռուսաստան այցից առաջ ինչ է ասել Ալեն Սիմոնյանը։ Հիբրիդային պատերազմի մասին Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ խոսում։ Բայց մի հատ խնդրանք, արի հիբրիդային պատերազմ հասկացողությունը վերածենք արցահարձակում բառով, որովհետև պատերազմը մի քիչ շատ ես սխալ եմ, մեզ չի ոչ մենք ձեր արտաքին հետախուզական ծառայության զեկույցում է այդ մասին գրված։ Նարեկ ջան, դուք մեզ չի որ մենք սխալական չենք ու բացի դրանից մի հատ էլ ուրիշ բան կա, հա։ Իրողություններ փոխվում, բաներ փոխվում, գործողություններ մեր երկրի նկատմամբ փոխվում, որպեսզի պատերազմ բառը լավ բառ չի, մենք այդ բառը չենք սիրում եւ այսօր